Սիրելիներս, այսօր Ամերիկայում ենք ապրում, բնականաբար այս երկրում իր տոնակատարություններ ունի։ Ամեն երկիր Հայաստանը, ինչպես գիտեք, Հայաստանում որոշեցին ոչ միայն մարտի 8, այլ ամբողջ մարտ ամիսը տոնեն կանանց տոնի հետ կապակցությամբ։ Տոնակատարությունները տարբեր բնույթ ու արժեքավորումներ ունեն։ Այս երկրում մենք տոնում ենք անկախության տոնը, բանվորի տոնը, զինվորի, զոհվածների տոնը եւ այլն։ Բայց մեզ քրիստոնյաներիս համար, որ մեզ հետ նաև տոնում է ողջ աշխարհը, բայց հույսով որ մենք աշխարհի հետ չէ, այլ մենք Աստծո հետ ենք տոնում այդ տոնակատարությունները երկուս են, որ առանձնանում են բոլոր տոնակատարություններից, բոլոր իրավիճակներից, նույնիսկ մեր սեփական ծնունդներից, փսակադրություններից, ամուսնություններից, տոնախմբություններից, որովհետև դրանք կան ու կմնան հավիտյանս հավիտենից, եւ որոնք են այդ առանձնահատուկ տոները։ Ինչպես մի քիչ առաջ խոսում էինք, հաջորդ կիրակի ծաղկազարդի կիրակին է, որ Քրիստոս Հիսուսը վերջի անգամ ներս մտավ Երուսաղեմ։ Եվ դրան հաջորդողը հարության հաղթության տոնն է։ Եվ ողջ քրիստոնյա աշխարհը մեկտեղ է գալու տոնելու նրա հարության զորությունը։ Բայց հարց առաջանում, եթե նա չծնվեր, ինչպես կարող էր մեռնել։ Նա հավիտենականության Աստված է, երբևիցե մտածել ենք այդ մասին։ Հավիտենականության Աստվածը չի կարող մեռնել։ Ուսի միայն ու միայն պայմանը, որ նա կարող էր մեռնել ինձ մեղավորիս համար, մարմին հագնելն էր։ Ուրեմն նրան ծնունդ էր պետք մարմնի մեջ։ Ուսի ինչքան էական ու կարևոր է նրա մահը, խաչը ու հարության զորությունը, բայց նաև նրա ծնունդը, որտեղ եթե չծնվեր, նա մեռնել չէր կարող։ Եվ եթե նա չմեռներ, ինձ ու քեզ համար հարության զորություն չէր կարող լինել։ Եվ մենք մեր խիմեջ մեռած ինչ էր մեզ սպասում հավիտենականության դժոխքը։ Այդպես չէ։ Ուստի մեզ քրիստոնյաներիս համար բոլոր տոնակատարությունները, բոլոր արժեքները արժեքավ, բայց մեզ համար մեծագույնը, ամենաէական ու կարևորը, որտեղ դրանք երբեք չի վերջանա։ Ամեն բան կվերջանա, անկախության տոները, մայրերի տոները, հայրերի տոները, կանանց տոները, ամեն ինչ կվերջանա, գիտեք երբ այս երկինքն ու երկիրը կվերջանա, բայց այդ երկուսը նրա ծնունդը, նրա հարության զորությունը երբեք չի վերջանա։ Եվ հիմի հստակ հարց եմ ուզում հարցնել, ինչն է ինձ ու քեզ համար, բռնել ժամանակավորը, ամուր կառչել դրանցից, ուրախանալ դրանցով, թե հանգչել ու հանգստանալ, մեծարել ու փառաբանել, կառչել հավիտենականությունից, նրա փառավոր աստվածային ծնունդից եւ նրա հարության զորությունից, որ այսօր նրա հարությունը ես ու դու կյանք ունենք։ Եվ բնականաբար մեր մեջ այսպիսի մի հստակ հարց է առաջանում, հարցում, what does Easter mean to us today? Ինչ է նշանակում, հայո, երկու շաբաթ կա, բայց մենք ուզում ենք մի քիչ երկար քննարկենք, որովհետև հավիտենականության զորությունը նրա հարության իրականության մեջ էր։ Եվ ինչքան որ ես ու դու խոսենք Քրիստոսի հարության մասին, մեկ բան մեր մեջ նորոգվելու է, եւ դա հոգու ինչն է, հոգու հաղորդակցությունը իր ստեղծող Քրիստոս Հիսուսի հետ։ Եվ երկու հարցում կապված զատկվա, կապված նրա հարության զորության հետ։ Do you believe? Հարցում այսպիսին է, ես ու դու հավատում ենք նրա աստվածությանը ու նրա խաչի ու խաչի վրա նրա զոհաբերության իրականությանը։ Բնականաբար հավատում ենք։ Եթե չհավատայինք այսօր այստեղ ինչ էինք անում, չէ՞։ Բնական է։ Հավատքն է, չէ՞ որ մեզ առավոտյան արթնացրեց եւ մեր միտքը կենտրոնացրեց, որ այսօր ես պետք է գնամ Տիրոջս եկեղեցին, որպեսզի Տիրոջս հետ հաղորդակցություն ունենամ։ Ուրեմն հավատքն էր, որ մեզ բերեց։ Հենպես պատահական փողոցով չենք անցնում, հանկարծ հիշեցինք։ Մենք նպատակասլաց առավոտյան տնից դուրս եկանք, ճշգրիտ գիտենք թե ուր ենք գնում։ Սա հավատքն էր։ Հավատքը մեզ ինչ արեց, արթնացրեց եւ բերեց։ Նկատել եք, մեկ պատահական մարդիկ անցնում են, ներս են մտնում, մի հատ խաչակնքում են, մի քիչ նստում են, հետո թողնում գնում են։ Դա պատահականություն է։ Իմ քո կյանքում այսօրվա ներկա լինելը պատահականություն չի, այլ հավատքին չէ, պտուղ է։ Հավատքով դու ելար պատրաստվեցիր եւ եկեղեցի եկար։ Եվ բարի ես եկել Տիրոջը տանը մեջ։ Օրհնյալ է Աստծո անունը եւ իմ ու քո հաղորդակցությունը այդ փառավոր անունի մեջ։ Բայց երկրորդ հարցադրումը շատ ավելի կարեւոր էական է։
Որովհետև այսօր մենք շատ ու շատերս սկսած ինձանից հաճախ դրանով ավարտում ենք։ Ես հավատում եմ։ Բայց եթե հաջորդ հարցումը արդեն լեցուն մտորելու, քննելու, զննելու, դու էլ չես կարող ասես, and do you receive, արդյոք դու ստացել ես ինչը հարություն առած Քրիստոսը քո կյանքիդ մեջ, դա արդեն մի կյանք է, դա արդեն գաղափար չէ, միտ չէ, այսօր ես եկել եմ եկեղեցու եմ հավատք ունեմ, փառք Տիրոջը քո հավատքի համար, բայց երկրորդ հարցադրումը արդեն մի հարցադրում չի, որ դու կարող ես այսօր պատասխանես ու վաղը դրա մասին մոռանաս, արդյոք նրան դու ստացել ես քո հոգուտ մեջ, նա այնտեղ բնակվում է, այդ վերստին ծնունդը նրանով քո մեջ իրական է, այո եւ ամենը, սա է ամբողջ ամենակարևոր էական հարցադրումներից մեկը։ What's really changed when someone follows Jesus? Ինչ է փոխվում մարդու մեջ, երբ որ մարդը որոշում ընտրում է Քրիստոս Հիսուսին դարձնել իր կյանքի, իր հոգու առաջնորդը։ Արդյոք Քրիստոսին հետևելով մեր կարծիքները իրավիճակների, իրադարձությունների քաղաքական լինի, ընտանեկան լինի, բարոյական, արդյոք մեր կարծիքներն են փոխվում Քրիստոսին հավատալուց հետո։ Այո, մեր բառապաշարը փոխվում է, մեր կարծիքները փոխվում է, մեր նույնիսկ պատմած անեկդոտների կարգավիճակն է փոխվում, մեր զրույցը, մեր նիստուկացը, մեր դիմագծերը, այո, փոխվում է, բայց արդյոք Քրիստոսը խաչի վրա իր կյանքն էր տալիս, որպեսզի իմ բառապաշարը փոխվեր, իմ opinion change the Christian to change հետո բնականաբար Քրիստոսը գալով մեր կյանքի մեջ ինչն է փոխում մեր մեջ բարոյական կարգավիճակը այո ամուսնական դժբախտական հոգևոր աշխարհի մեջ դարձյալ մենք լսում ենք դավաճանություններ ամուսնալուծություններ ընտանիքը թողնել ու հեռանել եւ այդ բոլորը բայց ընդհանրապես երբ դու ներս ես մտնում հոգու աշխարհի մեջ երբ որ գալիս ես ու եկեղեցի ու քուր եղբայրներիդ հետ աստվածապաշտությամբ ես զբաղվում դու անձամբ ինքդ քեզ քննելով ու զննելով քո անցյալն ու քո ներկան կարող ես ասել որ ինչ որ չափանիշներով քո բարոյական չափանիշները փոխվել են կոչում ենք ստանում մարդիկ այսօր մեզ մատնացություն անում ու ասում են այն Սարո Գալստյան այն հավատացյալը մեզ կոչում են տալիս, մեզ ասում են հավատացյալ, դրանով մենք շատ ուրախ ենք, որ այդ կոչումը, ուրիշ կոչումներ են տալիս, բայց ինչևից է, արդյոք Քրիստոսը իմ ու քո կյանքի մեջ գալով, սրանք էր, որը առանձնահատուկ դեր ու նշանակություն ունեցավ, or does the gospel promise, թե ավետարանը, Աստվածաշունչը, Աստծո խոսքը կարդալուց հետո մենք հասկանում ենք, որ դրանք բոլորը ինչ որ մենք մի քիչ առաջ վերլուծեցինք, դրանք շարունակություն են։ Դրանք չի կարող լինել ու չի կարող մնալ մեր կյանքի մեջ սայթակումներ կլինի, պակասություններ կլինի, մեր բարոյական չափանիշները, մեր պաշտոնները, մեր դիրքերը, մեր խոսելը կերպը, մենք մետեսակ զգացածանք արդեն տեղ անեկդոտներ, հետնախոսություններ, բամբասաններ չենք անում, բայց հենց որ հոգևոր կյանքից պակասում ես, հետո դու մի պահ նայում ես քո կյանքին տեսնում ես, մի քիչ առաջ քո այդպես անհավատ ծանոթների, ընկերների, պատահական մարդկանց հետ այնպիսի խոսակցության մեջ ընկար, որի մի հոգի ինչ անում, բողոքում է, տրտնջում է, ցավում է։ Բայց երբ որ քո ամբողջ կյանքն է տակնու վրա լինում, երբ որ ըստ Աստծո խոսքի, այն խոսքը, որ մեզի ասում է, ես կգամ, որ քո մեջ մի նոր ծնունդ բերելու, այդ նույնը ինչ էր ասում, Նիկոդեմոսին էր ասում էր, քեզ պետք է, որ նոր ծնվես, քո հոգևոր տիտղոսը, քո բարեգործությունները, քո լավ համբավը քեզ երկինք չի կարող տանել։ Մեր բարոյական չափանիշների նորոգումը վերականգնումը մեզ երկինք չի կարող տանել։ Մեր կոչումները մարդիկ մեզ ճանաչում են որպես հավատացյալ, ուրեմն ես շատ կարևոր մարդ եմ, հավատացյալ եմ։ Եթե մարդիկ են ճանաչում, ուրեմն Քրիստոսն էլ է այդպես ճանաչում։ Ո ոչ, ցավում եմ ես դրա համար։ Ինձ համար եմ ցավում, մինչև քեզ համար ցավալա։ Եթե ես մտածում եմ, որ այդ կոչումներով ես երկինք պետք է բարձրանամ։ Ավետարանը ինձ ու քեզ լրիվ մի ամբողջ նոր խոստում է տալիս, վերստին ծնունդի խոստումը։ But do you realize that Jesus is still changing lives today? Ինչու հեռու գնանք։
Ինչու վերլուծենք մեր հարևանի բարեկամի իմ կողքից քրոջ եղբոր։ Եկեք ամեն մեկս նայենք մեր կյանքին, մեր հոգևոր կյանքին։ Այն օրվանից 50 տարի թե 10 տարի, 1 ամիս թե 1 տարի։ Այն օրվանից որ Քրիստոս Հիսուսը դարձավ իմ կենթանի իրակին ճշմարիտ Աստվածը, իմ կյանքում ես ինչ-որ փոփոխություններ տեսնում եմ։ Եվ այսօր մենք կարող ենք հստակորեն ամեն մեկս, հույսով ամեն մեկս հստակորեն վկայել ինչի մասին, որ Քրիստոս եկավ եւ իմ կյանքս փոխեց։ Կարող եմ լսել այո եւ ամեն։ Այո եւ ամեն։ Ամեն մեկս հույսով այդ բաց նամակը կարող ենք լինել, այդ վկայության խոսքը, այդ անուշ հոտը, այդ լույսը, որ ծագեց մեր մեջ եւ հիմա արձագանքվում է մեր մեջից, որ նա եկավ ու իմ կյանքս փոխեց։ Կորինթացիս եկեղեցին առանձնահատուկ էր, այնտեղ մեծ հարուստներ կային եւ ծովանավահանգստային քաղաք էր ամբողջ, ինչպես գիտեք 2000 տարի առաջ առուվաճառքը մեծ դեր ու նշանակություն ուներ եւ բնականաբար որտեղ որ նավահանգստային քաղաք էր եւ այնտեղ տարբեր ազգություններ են գալիս, տարբեր չափանիշներ, տարբեր կրթություններով, տարբեր իմացություններով եւ Եվ Պողոս Առաքյալը 1.5 տարի, որտեղ Աստծո հոգուց այդպես անցկացեց Կորինթոսում, նա այնտեղ բազում լեցուն ծառայություն ուներ իրականացնելու, որտեղ իրենց ամբողջ կարողությունով, հարստությունով, իրավիճակներով, պայմաններով, նաև ահավոր մի հատ շփոթ կարգավիճակ էր այդ քաղաքում։ Եվ կարդում ենք 2 Կորինթացիս թուղթ 5-րդ գլխի 17-րդ համար, 2 Corinthians chapter 5 verse 17. Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, սա Պողոս Առաքյալը հիշեցնում է այն զոր Կորինթոս եկեղեցի ժողովրդին, որ մեկ-մեկ շփոթվում էին, ընկնում էին այս ու այն փիլիսոփայությունների, հրյաների իրենց հերթին, հույների իրենց հերթին, օտարազգիները, ինչպես ասում եմ, ամեն ազգի, ամեն տեսակի, ամեն կրթության, ամեն չափանիշների մարդիկ կգտներ Կորինթոսում։ Մեծ հսկայական, առևտրական, այդպես աշխուժ մի քաղաք էր։ Բայց նա շեշտ է դնում Պողոս Առաքյալի, իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է, նոր։ Հները անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Եվ այս նորի մասին է խոսքը, ոչ թե ինչ-որ չափանիշների, ոչ թե ինչ-որ գաղափարախոսությունների, ոչ թե ինչ-որ տեսանկյունների, ոչ թե նրա համար ես ուրախանամ, որ հիմի իմ բառերս ավելի գեղեցիկ են, մարդիկ ավելի ուշադիր են ինձ լսում, ավելի են հետևում։ Նոր կյանքը։ Դա է մեր հույսը, որով ապրում ենք այս երկրի վրա։ Այն նորը, որ մենք տեսնում ենք, մեր մեջ ապրում է։ Մենք խեղդում ենք, պակասում ենք, շրջում ենք, կոխրճում ենք, անցնում ենք, շփոթվում ենք, հիասթափվում ենք, տխրում ենք, աղաղակում ենք, կամ էլ չափից դուրս ուրախանում ենք ու ոգևորվում ենք, եւ այդ նորին ինչ ենք անում։ Անարժեք ենք դարձնում։ Բայց նորն է, ամեն ինչ դրանով է։ Առանց այդ նորի ոչինչ չկա։ Այդ նորով է, որ մենք կարճած ենք հարություն առած Քրիստոսին։ Հինը մեղքի մեջ թաղված է։ Հինը կորցված էր, դրա համար Քրիստոս եկավ իր կյանքը զոհաբերեց, որ նորը մեզ բերի, շնոր անի մեզի, որ այդ նորը կառուցվի տեսքը ստանա, բաժին ունենա, եկեղեցին, մասնիկը, որի գլուխ Քրիստոսը։ Ուզում եմ մի հատ տխուր իրականություն ասեմ քեզի, չգիտեմ ինչքանով կհամաձայնվես, կհամակերպվես, ու դրանից հետո ասեմ մի իրական ճշմարտություն, երբ Քրիստոսը ինձ ու քեզ նայելով ինչ խոսեց իմ քո հետ։ No one notice your tears։ Եվ որ կյանքի բերումով անցնում ես այն դառ ու դժվարին իրավիճակներով, որ արցունքներն է հոսում քո աչքերից, ոչ ոք չի նկատում։ No one notice your sadness։ Մեկը չի նկատում քո տխրությունը։ No one notice your pains, ոչ մեկը չի նկատում քո ցավերը, բայց այդ ամբողջ իրավիճակում, but they all notice your mistakes, բայց բոլորը նկատում են քո սխալները, և մի վարկյան չեն կորցնի քո երեսին շպրտելու,
քո սխալները։ Դա եղբայր, եղբոր, քույր, եղբայր, ամուսինների, ծնողների, մարդ հաղորդակցության մեջ սա է իրավիճակը։ Եթե այդ երկխոսության մեջ դրանցից մեկը չի ճաշակել Քրիստոսին, իսկ մյուսը անհույս ապրում ես երկրի վրա, սա է կարգավիճակը։ Իսկ դարձյալ Պողոս առաքյալը Հռոմեացիս թուղթ 8-րդ գլխի 15-րդ համարում, Roman chapter 8 verse 15, որովհետև դուք որ առաք ինչը Աստծո հոգին ձեր մեջ, այդ նորը ծառայության հոգին չստացաք, որ դարձյալ վախենակ, այլ որդեգրության հոգին ստացաք, որով աղաղակում եք Աբբա Հայր։ Սա է տարբերությունը այս աշխարհի, թե ինչպես կարող է քեզ ընդունել ու ինչպես քեզ կարող է կոխրճել ու վրայովդ անցնել։ Ամեն ինչ այս աշխարհի վրա փոփոխական է։ Եվ եթե քո հույսը այս աշխարհի վրա է, ցավում եմ ասելու, այսօր ուրախ ես այդ աշխարհի հետ, չեմ ուզում քեզի հուսահատացնել, բայց մի օր այս աշխարհի մեջ մարդը, քո մոտիկը, քո հարազատը, քո անծանոթը եւ ծանոթը մի քիչ առաջվա քննարկումները կտեսնի միայն քո սխալը, ոչ թե պակասդ, քո սխալդ։ Իսկ Քրիստոս եկավ, որ մեր պակասը, մեր ծառայությունը, մեր խեղճությունը թշնամուց ձերբազատի եւ հիշեցրեց այն ինչ, որ ինձանից առակ, դա ծառայության հոգի չէ այլևս, որ դու վախով, տրտունջով, փաղաքշելով քո ողջ կյանքդ այդ անօրինին ծառայեցիր։ Դու դարձյալ իրավունք չունես վախենալու, որտեւ այն ինչ որ արել ես, որդեգրության հոգին է։ Աստված մեզի ինչ արեց, որդի կանչեց։ Մենք նրա ընտանիքի անդամն ենք։ Ուստի երբ որ դա, այդ գաղափարը, այդ իմաստությունը, այդ ճշմարտությունը մեզ համար բացվում է, այդ ժամանակ մեր հոգուց ինչ է աղաղակ արձագանքվում, ով Աբբա Հայր։ Աբբան արամերեն թարգմանվում է դարձյալ հայր, ով իմ հայրս եւ իմ Տերս, ով իմ Աստվածս եւ իմ Փրկիչս, ով իմ արարիչս եւ իմ փրկությունս։ Այսօր մենք ապրում ենք այնպիսի մի հասարակության մեջ, ես Ամերիկան եմ նկարագրում, եւ եթե ուշադիր հետևել ես, այն ամեն ինչ, որը թշնամին, մոկոնում, կառուցում, արմատավորում է, ծիլ է տալիս, հետո շատ հեշտ կարողանում է տարածել ողջ երկրագնդով մեկ։ Եթե 20, 25, 30 տարի եթե հիշողությունները հիշում ես ես, ինչպիսի խստագույն պայքար էր գնում միասեռականության դեմ։ Պարտվեցինք, այո, քրիստոնյա աշխարհ այս երկրում ամբողջովին պարտվեց։ Ոչ թե միասեռականությունը ընդունվեց որպես հասարակության կարգավիճակ, այլ նաև նրանց ամուսնությունը օրինականացվեց։ Արդյոք դրանով, երբ տղամարդը տղամարդի հետ իրավունք ուներ կենակցելու, ամուսնանալու եւ ընտանիք կազմելու եւ բոլոր բարիքներից օգտվել ես երկրում եւ դու բացարձակապես իրավունք չունես նույնիսկ նրանց մատով ցույց տալ կամ նրանց մասին որևէ մի բառ ու տառ ասել, վստահեցնում եմ ձեզ։ Ես այնպիսի մի հատ կազմակերպության համար եմ աշխատում 13-14 հազար աշխատող ունեն, եթե հանկարծ իմ շրթունքներից, իմ բերանից որևէ մի բառ նրանց ականջին հասնի միասեռականության հետ կապված, հաջորդ օրը իմ բոլոր թղթերը, իմ ամբողջ ծառայությունները, իմ ամբողջ 26-27 տարվա աշխատանքը կտան թևիս տակ ու ինձի դուռը ցույց կտան։ Այդպիսի իշխանության հասան նրանք։ Արդյոք սատանան դրանով բավարարվեց։ Իհարկե ոչ։ Վերջի տարիներում ես ու դու ականատես ենք, թե այս երկրում ինչ էր տեղի ունենում։
խեղճ, փոքրիկ երեխաներ, տղա երեխային ամեն կերպ համոզում էին, որ դու տղա չես, աղջիկ ես։ Հետո դառնում էին այդ խեղճ ու կրակ աղջիկ երեխային, աղջնակին համոզում են, որ դու աղջիկ չես, դու տղա ես։ Սատանան դրանով բավարարվեց, ոչ։ Հետո սկսեցին ասել, ոչ դու տղա ես, ոչ էլ դու էլ աղջիկ ես, այլ խոզի ձակ ես, էշի քուրակ ես, եւ կենթանական աշխարհը բերեցին մեջտեղ։ Սատանայի համար սահմանափակում կա, բացարձակապես ոչ։ Արդյոք դրանցով բավարարեց, ոչ, բերեցին տրանսջենդերներին։ Նրանք արդեն ոչ էշ են, ոչ քուրակ են, ոչ եզ են, ոչ մի բան չեն։ Նրանք սատանի ծնունդ են։ Դրանով բավարարեց, ոչ։ Որոշ երեխեքի այնքան մտափոխ արեցին, նրանք ասում են, I'm not a he or she, I'm they, մենք ենք։ Հետո դիմացինը շփոթվում էր, ասենք մի ամիտ, ասում էր, բալես, բայց դու մի հոգի ես, ինչպես դու կարող ես մենք լինենք, ասում է, չէ, մենք ենք, հետո Աստծո հոգին ինձ համար բացեց, ներող կլինեք, եթե ինչ-որ մեկի նմանատիպ ճանչանչում եք, դեռ 2000 տարի առաջ ասեց, երբ որ այդ չար հոգիները կմտնեն, նրանք կմտնեն լեգիոնի կարգով, նրանք արդեն մեկ չեն, նրանք մենք ենք, և այդ երեխեն առանց հասկանալու այդ հոգիների մասին է վկայում, երբ ինքը իրան կանչում է մենք, they, them, հասկանում եք։ Սա էր հասարակությունը և վերադառնալով, եթե հասարակությունը չափանշվում է սեքշուալիտիով, այսինքն քո սեռական կարգավիճակով, այսօր հասարակությունը չափանշվում է դու ինչ աշխատանք ունես, career, ինչ ես անում, դու ֆիզիկական աշխատանք ես անում, մտավոր աշխատանք ես անում, քաղաքական բնակավարում ես, դրանով politics քաղաքականության մեջ, բայց գիտեք, հասարակությունը այսօր սատանան բերեց ու սկսեց բաժանել ու մասնատել ու մարդիկ հլու հնազանդ ընդունեցին այդ հասարակության հասարակարգերը։ Բայց ինձ ու քեզ Քրիստոսի աշակերտներիս համար ընդամենը մի հասարակություն կա, ընդամենը մի ճշմարտություն կա։ Եվ այդ ճշմարտությունը նրա շնորհքն է, որով մենք ինչ արեցինք, նոր ծնունդ առանք, եւ մեր ամբողջ կյանքը եւ ընտանիքը եւ մեր ներկան ու ամբողջ ապագան կառուցված է այդ շնորհքի ճշմարտության վրա։ Սա է հասարակությունը, որ թշնամին այդպես փորձում է աղավաղել եւ առաջ գնալ։ Չխաբվես, այլ հավատարիմ մնա այն ինչ որ Աստված քեզ պարգևել է, շնորհել է եւ սովորեցրու ոչ միայն ճիշտ կյանք ապրես, այլ նաեւ լավագույն օրինակը լինես քո ընտանիքիդ ու երեխեքիդ համար։ Կողոսացիս 3-րդ գլխի առաջի համարում այսպիսի դարձյալ Պողոս առաքյալը տողեր է մեզ թողել։ Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առակ, չէ, մի քիչ առաջ նա խոսում էր այդ նոր ծնունդի եւ հիմի նորեն ավելի է բացում այդ փակագծերը։ Եթե դու հավատում ես, որ քո մեջ նորը ծնունդ է առել, այդ նորը ֆիզիկական չէ, ինչպես 2000 տարի առաջ Նիկոդեմոսը մեր եղբայրն էր փորձում հասկանալ իր մտային աշխարհի մեջ, այդ նորը, որ Քրիստոսը վարդապետն է ասում, ինչպես կարող է Ես արդեն տարիք սառած ներս մտեմ մորս անգամ ֆիզիկական էր, բայց երբ Քրիստոսը նրա համար բացեց հոգու աշխարհը, եթե Քրիստոսի հետ հարություն առակ, մենք դեռ այս ֆիզիկական աշխարհի մեջ ենք ապրում, բայց մեր հոգու մեջ մենք հաղորդակցում ենք հարություն առած Քրիստոսին, եւ եթե ասում եք քո հոգուտ մեջ նրա հարություն առած Քրիստոսը քո մեջ եւս հարություն տվեց, քո մեջ եղած հոգին, այսօր մարդիկ ասում են Բայց քո արտաքինը, քո վիճակը, այո, Աստված հոգու Աստված է, եւ այն ամեն ինչ որ անում է մեր կյանքի մեջ, եթե մազերը սթափած է, չի խոստանում որ նոր մազերը տալու, եթե հասակս այդքան էլ բարձր չի խոստանում որ ավելի բարձր հասակ կանի, եթե աշկերիս գույնը այսպես ասած սև է, չի խոստանում որ կապտագույն կանի, որտեվ այդպես է մոդայի կա, կարող ես արհեստականորեն անես, բայց բնականon չի լինի։ Բայց Աստված խոստումը մեր հոգու աշխարհի մեջ է։ Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առակ, ապա փնտրեք այն, ինչ վերևում է։ Ինչու՞։ Որովհետև այդ հարություն առած Քրիստոսն է վերևում, որտեղ Քրիստոսն է Աստծո աջ կողմում նստած։
Փտրեք այն ինչ որ վերևումն է։ Ինչու՞։ Որովհետև դու խոստովանում ես, դու վկայում ես, դու հավատում ես, որ քո մեջ Քրիստոս հարություն առած Քրիստոսը քո հոգու մեջ հարություն է առել։ Եվ եթե Քրիստոսը ի մեջ հարություն է առել, ուրեմն ես ու դու ապրում ենք այս երկրի վրա։ Ես ու դու մաքարում ենք, դժվարանում ենք, հիվանդանում ենք, պակասում ենք, խեղճանում ենք, ընկնում ենք, բայց մեր հոգին ոչ։ Մեր հոգին ամեն օր փափագելով փափագում է այդ փառավոր հավիտենականության հարություն առած Քրիստոսին։ Գիտեք, եւ եթե ստողերն ես կարդում, դու հասկանում ես։ Heaven become home. Երկինքը մեզ համար տուն է դառնում։ Այդպես ասես չէ Քրիստոսը։ Երկնքի թագավորությունը սկսում է որտեղից։ Սկսում է երկրից։ Եվ որ այս տողերն ես կարդում, դու հասկանում ես, որ դու ապրում ես ֆիզիկապես, բայց քո հոգուտ մեջ քայլում ես երկնքի ճանապարհը։ Այդ երկնային թագավորության փողոցները, որ մենք պատկերացում ունենք երկրային թագավորության մասին մեջ, բայց հավատում ենք, որ կա իրական է։ Ինչի, որտեղ Քրիստոսի հարությունն է իրական իմ քո կյանքի մեջ, որտեղ այդ փոփոխություններն է իրական, որտեղ նրա այդ կենթանի հաղորդակցությունն է իրական, եւ այդ իրականությունները մեզ ինչ անում, մեզ համար երկինքը դարձնում է մեր տունը։ Heaven becomes home. Christ becomes king. Եվ Քրիստոսը դառնում է իմ թագավորս։ Այս երկիր նախագահ ունի ու նախագահներ կունենան, տարբեր պետություններ, կառավարություններ, բայց բոլոր ինչ են, ժամանակավոր են։ Մեզ համար անվերջը հավիտենական ով է։ Քրիստոս, թագավոր, թագավորածը։ Նա իմ թագավորն է, նա իմ Աստվածն է։ Իսկ երկինքը իմ տունն է։ Եվ մենք ապրում ենք այդ իմացությունով, այդ հավատքով, այդ հասկացողությունով եւ ամեն օր նորոգում ենք մեր հոգին եւ մեր միտքը եւ մեր սիրտը։ Discipleship is not perfections, it is a direction. Քրիստոսի ոտքերի տակ աշակերտելը դա չի նշանակում, որ մենք հասնենք կատարելությանը։ Քրիստոսի ոտքերի տակ աշակերտելը ասել է. ճանաչում ենք Քրիստոսի ճանապարհը, ուղղությունը եւ փորձում ենք մեր լավագույնս, որ այդ ճանապարհից դուրս չգանք։ Այլ մնանք այդ ճանապարհի մեջ։ Ինչի՞, որտեղ մինչև հոգու խորքը հավատում ենք, դա միակ ճանապարհն է, որ մի օր մեզ այդ հարություն առած Քրիստոսի հետ ինչ կանի կհանդիպեսնի երկնքում։ Եվ դա էր պատճառը, որ որոշ քրիստոնյար գայթակղվեցին, հեռացան, պակասեցին, տրտնջեցին, բողոքեցին, կանչեցին։ Գիտեք ինչ, որտեղ նրանց մոտ պատկերացումը կատարելությունն էր։ Այս երկրի վրա կատարելությունը վերացավ դեռ որտեղից, Եդեմի պարտեզից։ Դու չես կարող, ես չեմ կարող, ոչ մեկ չեն կարող։ Եվ ուստի իզուր չէր, որ Պողոս Արաքյալը բոլոր մեղ գործեցին։ Դու ուզում ես Մովսեսին ասա, ուզում ես Եղիան, թե Եղեսեն, թե Դավիթ, ով որ կա, բոլորս մեղ գործեցինք եւ ինքը առաջին ընդգծեց իրեն։ Մենք բոլորս մեղ գործեցինք։ Մենք կատարյալ չեն կարող լինել, բայց մենք մի բան կարող ենք անել։ Եվ Աստված մեզանից անհնարինը չի ուզում։ Աստված ասում է, ես եմ ճանապարհը, մնա այդ ճանապարհի մեջ որդիս, որտեղ այդ միակ ճանապարհն է, որ քեզ ուր կտանի երկինք։ Այսպիսի մի օրհնյալ եղբայր ունենք John Piper, այսպիսի մի հետաքրքիր միտք է արտահայտել։ The greatest enemy of faith is not doubt. Ասում է, հավատքի մեծագույն թշնամին կասկածը չի։ But the contentment հայերենով գիտես ինչա, բավարարվածություն with the lesser things. Այս քո տարիների հավատքի կյանքում ինչքան ցավալիորեն հիշում ես մարդիկ, որոնք եկան իրենց ամբողջ հավատքը ներդրեցին ինչ անեին։ Հիվանդ ունենք բժշկվեն, երբ որ բժշկվեցին ինչ արեցին, մնացին։ Ոչ, որտեվ իրանց ամբողջ հավատքը ինչ էր, ամբողջացած էր այդ մի հատ եղածով։ Երբ ստացան, ինչ արին, թողան եւ գնացին։ Contentment։ Երբ որ դու չես կարող քո հավատքիդ մեջ քո Աստծոց ավելինը հոգու աշխարհիդ մեջ ուզես։ Երբ որ 10-ն էին այդ բորոտները, նրանցից 9 բավարարվեցին իրենց բժշկությունով։ Բայց այդ մեկն էր, որ եկավ
Եվ Հիսուսը նայելով ասեց. «Այսպեսի հավատ ես չգտա»։ Հասկանում եք, հավատքի պահանջն է, որ մեր մեջ հավատ կա ստեղծում։ Եվ դու քո եղածով բավարար ես։ Բնականաբար դու հարցում չունես Աստծո հետ։ Եվ որ դու հարցում չունես, դու հաղորդակցություն չունես։ Եվ որ հաղորդակցություն չունես, հոգիդ չի աճում, չի սնվում, չի ուրախանում, չի ցնծում։ Հոգիդ մնում է, պակասում է, եւ ինչպես մի հատ տխուր արտահայտություն կա, մարում է։ Մեր հավատքը չի պակասում, որովհետև մեր մեջ կասկածներ է գալիս։ Մեր մեջ հավատքը պակասում է, որովհետև մենք Աստծոց ավելին չենք պահանջում։ Ավելի հոգևորը, ավելի երկնայինը, ավելի փառավորը։ Ես եմ ապաշխարել, Տեր, առավոտից գիշեր, որ թող իմ երեխեքս էլ ապաշխարեն։ Ես եմ ապաշխարել, թող ամուսինս ապաշխարե, ամուսին ապաշխարե, թող կինս ապաշխարե։ Մենք ենք ապաշխարել, թող կողքի հարևան ապաշխարե, թող այս քույրը ու եղբայրը, թող այս վիճակները, բայց մենք ես եւ իմ տունս։ Եվ մենք չենք հասկանում, որ մենք դառնում ենք մեր հավատքի ամենամեծագույն թշնամին, երբ որ մտածում եմ, այդ հավատքս օգտագործեմ կողքից քրոջ հոգևոր կարգավիճակի համար, աղոթեմ նրա հիվանդության բժշկության, աղոթեմ նրա ընտանիքի այդ շփոթ կարգավիճակը նորոգվի, չէ՞ թող ինքը իր համար աղոթի, ես էլ ինձ համար աղոթեմ։ Բայց մենք մոռանում ենք, որ երբ որ դու հավատքիդ մեջ ավելին չես ստանում, ավելին չես ուզում, ավելին չես սպասում, ավելին չես փափագում, քո հավատքը չի կարող մնալ նույնը։ Քո հավատքը կպակասի ու մի օր քո հավատքը կմաղրի։ Եվ դա համար է, որ եղբայրը ասեց, մեր հավատքի թշնամին ոչ թե մեր կասկածներն է, մեր անհավատությունն է, այլ մեր ցանկությունները ավելին ուզենալու Քրիստոսից։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլխի 21-րդ համարում 2 Corinthians, որը վերադարձանք նորեն դարձյալ երկրորդ Կորինթացիս 5-րդ գլխի 21-րդ համարը, այսպես ասեմ, որովհետև Աստված նրան, որ մեղք չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց։ Նա այդպես էր տեսնում իր որդուն, սուրբ կատարյալ որդուն, մեղավոր, ինչի, որտեղ ողջ աշխարհի մեղքը տեսներ իր որդու վրա։ Նրան մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծո արդարները լինենք։ Երբ որ մարդկության մեղքը տեսեց իր որդու վրա, ու երբ որ որդին այդ մեղքի պատասխանը տվեց խաչի վրա, ամեն այդ որդուն հավատացող խաչի զորությանը Աստծո համար իր որդու արյունով արդարացած է։ Jesus lived a life we could not live. Քրիստոս ապրեց այն կյանքը, որ ոչ մի մարդ արարած չկարողացավ ապրել այս երկրագնդի վրա։ Գիտեք ինչի, որտեղ նա կատարյալ կյանք ապրեց այս երկրի վրա, այսինքն առանց մեղքի, որ ոչ մի մարդ արարած չէր կարող ապրել։ He died and that we deserve to die. Նա մեռավ այն մահով, որ ամեն մարդ արարած էր արժանի, որտեղ ամեն մեկս մեղ գործեցինք եւ մահվան էինք արժանի։ He was buried, նա թաղվեց եւ երրորդ օրը հարություն առավ։ Եվ ոչ միայն հարություն առավ, այլ հաղթեց մեղքին, մահին եւ դժոխքին։ Հաղթեց մեղքին, մահին եւ դժոխքին։ Փառավոր լինի նրա հրաշք ու փառավոր անունը։ 150 տարի առաջ այսպիսի մի Աստծոց օրհնված եղբայր կար, Dwight Moody։ Այսօրվա մեր ամենաչսիրված քաղաքների մեջ նա սկսեց իր աստվածապաշտությունը, խոսքս Շիկագոյի մասին է, եւ այնտեղ կառուցեց հսկայական մեծ եկեղեցի ու աստվածաբանության քոլեջ։ Աստված նրան շատ առատ օգտագործեց եւ նա դարձավ իր ժամանակին աշխարհահռչակներից մեկը։ Եվ իր քարոզներից մեկում այսպես ասեց. եթե մի օր լսեք ու թերթերում գրվի ու ձեր ականջին ասնի, որ Dwight Moody-ն մեռել է, չհավատակ այդ գրությանը, այդ հայտարարությանը։ Don't you believe a word of that? At the moment I shall be more alive, երբ որ ես մարմինիս ես մեջ մեռնեմ, ավելի կենդանի եմ, քան երբ ես մարմինիս մեջ էի, որտեղ հարությունը արդեն ինձ համար բացված։
Եվ պատմում է, ասում է, ես ծնվեցի 1837 թվին, երբ 19 տարեկան էի, 1856 թվին Քրիստոս իմ մեջ ծնունդ առավ։ Այս մարմինը, որ ծնվել է 1837 թվին, մեռնելու է մի օր։ Բայց այն հոգին, որ ծնունդ առել, հոգին չի մեռնում։ Հոգին երկինք է գնում։ Իր Տիրոջ հետ հանդիպելու։ Եվ վերջապես մեր վերջին մտքով ուզում եմ գանք խոսքի ավարտին։ Salvation is not earned. Դու փրկությունը չես կարող վաստակես, չես կարող։ Մենք շատ հաճախ լսել ենք շնոր բառը, չէ՞, բայց այսօր ուզում եմ մեկ ուրիշ մեկնաբանություն տամ։ Սա իմ մեկնաբանությունը չէ, մի շատ օրհնյալ եղբոր մեկնաբանությունն է։ Salvation is not earned, it received through repentance and faith. Փրկությունը դու չես կարող վաստակես։ Դու առնում ես, դու ստանում ես ապաշխարությունով եւ հավատքով։ Որտեւ շատ հաճախ ես ու դու մենք մեր կյանքը կզնելով հասկանում ենք, որ ինչքան անարժեք է դառնում շնոր բառը։ Օ, շնորհված ինձ, ես փրկված եմ, շնորհվել է ինձ։ Բայց սա շատ ավելի գեղեցիկ ու շատ ավելի խորն է վերլուծում, քան շնոր բառը։ Շնորհը գիտեք ինչ ենք հասկանում մեկ, երբ որ հոգևոր կյանքից պակասում ենք, ծրի է տրված ինձ։ Եվ այսօր իմ հայտարարության մեջ գիտեք ինչ ասցի, այն ինչ որ ծրի է, վստահեցնում եմ քեզ, քո համար մի օր անարժեք է, եթե ոչ այդ երականում։ Ոստի շնոր գաղափարը նաև ունի իր խոր վերլուծությունը, որ փրկությունը մենք Եսուսի չենք վաստանում, բայց ստանում ենք մեր անդադար ապաշխարություններով եւ անդադար հավատքի մեջ մնալով։ Քեզ կբերեմ այդ փառավորած Քրիստոս Հիսուսի սուրբ ու պատվական, զորավոր ու անմահական ու հայրական ձեռքերի մեջ, ամեն։